Ողջույն հանաբազորի հացի սիրելի ունգընտիրներ։ Այսօրվա այս 20-րդ քարոզը կամ սերդողությունը մեզ կգանքնեցնե հայտնության քրկի ամենաշքեղ, բայց միևնույն ադեն ամենաբիղծ գերբարին առջև, մեծ բորնիգին, որ կխորհրդանշե աշխարհիկ կրոնական և տնտեսական այն համագարկը, որ իր մեջ պիտի խտացնե պատմության բոլոր անօրենությունները։ Այսօրվա սերդողությունը նաև երկարացկված է մերգացնելու համար Պապելոնի խաբեությունը և Աստուծո վերջնական հրահանգքը դուրս ելեք անոր մեջ են։ Դուն ինչ կբաշխես։ Այսօր աշխարհը մեզի կհրամցնե ոսկյա բաժակը լեցուն բղծություններով, բայց փայլուն արտաքինով։ Հայտնության 17 և 18 գլուխներու մեջ Հովհաննես կտեսնե գազանի վրա նստած իմը, ծիրանի և կարմիր հագած, ոսկիով ու մարգարիտներով զարդարված։ Անոր ճակատին վրա գրված է «Խորհուրդ մեծն Պապելոն»։ Ասիկա այն համաշխարհային համագարկն է, որ պիտի շնանա երկրի թագավորներու հետ և արբենա սուրբերուն արյունով։ Պապելոնը ոչ թե հեռավոր քաղաք մնե, այլ այն հոգին, որ այսօր գդիր է մեր շուրջը, շքեղության, գրաբաշխության և աստվածամերժության միջոցով։ Սակայն լսե երկինքեն հնչող ահազանգը. «Ինգավ մեծն Պապելոնը»։ Մեկ ժամվա մեջ անոր ամբողջ հարստությունը պիտի մոխրանա։ Այսօրվա պատուհաստները, որոնք կցնցեն համաշխարհային տնտեսությունը և բարոյականությունը, Պապելոնի վերջին օրերու նախանշաններն են։ Դու պատրաստ ես լսելու Տիրոջ կոչը դուրս ելեք անոր մեջ են իմ ժողովուրդս։ Պատրաստ ես տեսնելու աշխարհի այս բիղծ պարկին վախճանը։ Պապելոնի խաբեությունը և անոր մեջ վերջնական անկումը այսօր 23 մարտն է 2026 թիվ և պիտի մեկնաբանենք հայտնության 17-ին մինչև 18-24 գլուխները։ Հանաբազորյա հացի սիրելի ունգընտիրներ, այսօր մենք կգնենք հայտնության գրքի ամենախորհրդավոր հատվածներեն մեկը։ Հովհաննեսը կտեսնե մեծ բորնիկը, որ նստած է շատ ջուրերու վրա։ Հրեշտակը կբացատրե, թե այդ ջուրերու ժողովուրդներն ու ազգերն են։ Պապելոնը համաշխարհային այն կրոնական գաղափարական ուժն է, որ իր ձեռքերու մեջ պիտի առնե մարդկության սիրտը։ Անիկա նստած է գազանի վրա, ինչ որ կնշանակե, թե գրոնքն ու քաղաքականությունը պիտի միանան Հագաքրիստոսի ծրագիրը իրականացնելու համար։ Դագիքից կրկնեմ. գրոնքն ու քաղաքականությունը պիտի միանան Հագաքրիստոսի ծրագիրները իրականացնելու համար։ Արտնության գոչը մեզ կհայտնե, որ այսօրվա միացյալ կրոնական շարժումները և աշխարհիկ հաճույքները պարզապես Պապելոնի ոսկյա բաժակին մեջ գինիներ են։ Դու արբեցած ես այդ գինիով, թե ըստապես Աստուծո խոսքով։ Այս կինը արբեցած է սուրբերուն արյունով։ Պատմության ընթացքին Պապելոնը միշտ հալածած է ճշմարիտ հավատացյալը։ Այսօր Պապելոնը մեզ կհալածե ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես, փորձելով մեզ գլանել իր շքեղության և մեղքի մեջ։ Հրեշտակը կհայտնե գազանին քաղտնիքը, անիկա պիտի ստե կամ պիտի ատե բորնիկը, պիտի մերգացնե զայն և պիտի այրե գրագով։ Ասիկա չարիքի բնույթն է, անիկա կգործանե իր իսկ դաշնակիցները։ Գալիք պատուհաստներու մեջ մենք պիտի տեսնենք, թե ինչպես աշխարհի հզորները պիտի դառնան իրարու դեմ։ Այսօրվա պատգամը հստակ է։ Մի վստահիր աշխարհի դաշինքներուն, որովհետև անոնք մահվան դաշինքներ են։ Հայտնության 18-րդ գլխում մեջ ուրիշ հզոր հրեշտակ մգիչնե երկնքեն և երգիրը գլուսավորվի անոր փառքով։ Անգաագ է, ինգավ մեծն Պապելոնը և թևերու բնակարան եղավ։ Այսօրվա մշակույթը, որ կփարապանե անբարոյություն և գրաբաշխությունը,
արդեն տևերու բնագարան դարձած է։ Աստուծո հրամանը իր զավակներուն հստակ է. դուրս ելեք անոր մեջ են իմ ժողովուրդ, որբեսի անոր մեղքերուն հաղորդագիծ չլաք։ Արթնության կոչը քեզ գահարցնե, դունք ու սիրտովը դագավին Բաբելոնի մեջ ես, դուն գդենչաս անոր հարստությունը, անոր պարկ եւ անոր հաջույքները, եթե այո, ապա դուն պիտի ստանաս նաեւ անոր բադիժները։ Բաբելոնի անգումը պիտի լա հանգարձակի, մեկ օրվան մեջ անոր բադուհաստները պիտի կան եւ մեկ ժամվա մեջ այնքան հարստությունը պիտի բջանա գսե հայտնության գիրքը։ Այսօր մարդիկ կվստահին բանկային հաշիվներու, տնտեսական համագարկերուն եւ արևդուրին։ Հայտնություն 18-ն կնկարագրե վաճառականներուն լացը, որովհետեւ այլևս մեկը անոնց ապրանքները պիտի չգնե։ Ապրանքներուն ցանկը գավարդի ամենացնցող մարդոց մարմինները եւ հոգիները։ Այսօր Բաբելոնը կվաճառե մարդկային հոգիները, անիկա կփորձե քու հոգիդ գնել հանգստության փոխարեն, բայց երբ Աստված հարված է, այդ ամբողջ քեղությունը պիտի դառնա ձուխ եւ մոխիր։ Մարգարեական պատգամը մեզ կհրավիրե երկնային ուրախության, ասելով. ուրախացիր անոր վրա, ով երկինք, եւ դուք սուրբեր ու առաքյալներ։ Մինչ աշխարհը գսկա Բաբելոնի գործանման համար, եկեղեցին պետք է ցնծա, որովհետեւ Աստված արդարություն հրավ։ Բաբելոնի մեջ գտնվեցավ մարգարեներուն եւ սուրբերուն արյունը։ Այսօրվա բադուհաստները Աստուծո պատասխանն են այն բոլոր անարդարություններուն, որոնք տարեր շարունակ կատարված են Բաբելոնի ցերկով։ Հզոր հրեշտակը մեծ երկնակարմը արավ եւ ձովը նետեց ասելով. այսպես թափով պիտի նետվի մեծն Բաբելոնը եւ այլևս պիտի չգտնվի։ Այսօրվա մեր պատգամը եւ գոչը ցեզի սիրելիներ, հարց է. դուն որ քաղաքին քաղաքացին ես։ Եթե դու գարչած ես այս աշխարհիկ համագարկին, դու պիտի փլչիս անոր հետ։ Բայց եթե դու նոր Երուսաղեմի զավակ ես, դու պետք է հիմակվնե հրաժարվիս Բաբելոնի քինիեն։ Բադուհաստները կուքան մաքրելու երգիր այս բղդութենեն։ Մի վախնար տնտեսական ճգնաժամներեն կամ աշխարհիկ փոփոխություններեն, որովհետև անոնք միայն կնշանակեն, որ Բաբելոնի ժամանակը վերջացած է։ Հաղթողի համար հայտնության 17 եւ 18 գլուխները ազատագրման ավետիս են։ Մենք պետք է լանք ստապ եւ արտուն։ Մի խաբվիր Բաբելոնի ոսկիով, որովհետև անիկա գաբարի պես քեզ ձովուն հադագը պիտի դանի։ Մեր հարստությունը Քրիստոսի մեջ է։ Այսօրվա բադուհաստներու մեջտեղը դարձիր այն ցայնը, որ կգանչե մարդոց դուրս գալու Բաբելոնեն։ Օգնե ուրիշին կամ ուրիշներուն դեսնելու աշխարհի խաբեությունը եւ դառնալու դեպի հավիտենական թագավորությունը։ Այսօրվա մեր պատգամը հստակ է։ Դուրս ել Բաբելոնեն այսօր։ Մաքրե քու դունդ եւ քու սիրտդ անոր բղդություններեն։ Պատրաստվիր, որովհետեւ Բաբելոնի ձուխը արդեն կբարձանա երկինք։ Միայն անոնք, որոնք չհաղորդակցեցան անոր մեղքերուն, պիտի չստանան անոր բադուհաստները։ Անաբազորյա անցի սիրելի ընտանիք, լսեցեք ինչ որ հոգին գսե եկեղեցիներուն։ Աշխարհը կգործանի, բայց Աստուծո խոսքը կմնա հավիտյան։ Ամեն։